ուզում եմ ասել, որ այս պայքարը ընտրությունների մասին չէ, այս պայքարը մանդատների մասին չէ, այս պայքարը անարդարության մասին է, կոնկրետ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման մասին է, որովհետև բոլորս շատ լավ գիտենք, թե ինչպես մեկնարկեց այս գործընթացը, երբ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից պարզապես գողացան իրենց մանդատները, երբ Գագիկ Ծառուկյանի մշտական հավասարակշռված քննադատությանը ի պատասխան հնչեց ոչ քաղաքակիրթ լեքսիկոն, ոչ քաղաքակիրթ երկխոսություն։ Այս ամեն ինչով հանդերձ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված այս քաղաքական հետապնդումով ցավոք սրտի իշխանությունները չսահմանափակվեցին եւ կապարակնքեցին Multigroup կոնցեռնի կազմում գտնվող տասնյակ ընկերություններ, որոնց աշխատակիցները 10,000-ից ավելի մարդ այսօր մատնված է հարկադիր պարապուրդի, նրանք չեն աշխատում, զրկված են աշխատելու, գումար վաստակելու հնարավորությունից, էլ չեմ ասում, թե սրանով ինչ ահռելի մեծ վնաս է հասցվում մեր երկրի հեղինակությանը, մեր երկրի բիզնես հեղինակությանը, որովհետև որևէ ներդրող այս ամենից հետո պարզապես Հայաստանում ներդրում չի անելու, որովհետև տեսնում են, թե ինչպես է ունեզրկման, այսպես փորձ, ամեն ինչ խլելու փորձ իրականացվում Հայաստանում ամենահայտնի եւ կայացած գործարարներից մեկի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Այնինչ այս օրերին փորձում են խլել Գագիկ Ծառուկյանից կամ նրա ընտանիքից, այսպես թե այնպես վաղ թե ուշ վերադարձվելու է Ծառուկյան ընտանիքին, դրանում վստահ եղեք։ Իսկ ինչ վերաբերվում է փակված կառույցներին, նրանք եւս գործարկվելու են Աստծո կամոք։ Այս բոլոր դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում։ Ես վստահ եմ, որ ձեզանից շատերը եւ խոսքը նրա մասին չէ, որ այդ փակված գործարանների չաշխատելու արդյունքում աշխատակիցներն են տուժում բնականաբար։ Տուժում են նաեւ մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ, որոնք ովքեր մասնավորապես կամ օրինակի համար մարզվել են Օլիմպիադանում, մարզվել են Մուլտիվելնեսում, կամ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կապարակնքելով դուք հասկանում եք, չէ, ինչ ահռելի վնաս է հասցվել Հայաստանի միջազգային մարզական հեղինակությանը, երբ Օլիմպիադանը կապարակնքելու ժամանակ միջազգային սպորտային, այսպես հավաքականների ներկայացուցիչներին պարզապես դուրս են շպրտել մարզասրահներից, մի քանի վայրկյան ժամանակ են տվել դուրս գալուց։ Այս ամեն ինչը առաջին հերթին ազդում է մեր երկրի միջազգային վարկի ու հեղինակության վրա, եւ այս մասին պետք է որ մտածեին իշխանությունները։ Ցավոք սրտի չկա այդ անհանգստությունը, չկա այդ վրդովմունքը այս ամեն ինչի հետ կապված եւ մենք ենք այսօր այդ բոլոր խնդիրների մասին բարձրաձայնում։ Գագիկ Ծառուկյանը վաղ թե ուշ շատ ավելի լավ կլինի, որ շատ շուտ լինի մեր կողքին պայքարի այս բոլոր անարդարությունների դեմ։ Իսկ մինչ այդ տասնյակ ձեռնարկությունների աշխատակիցներ իրենք են իրենց նախաձեռնությամբ բարձրաձայնում իրենց ձեռնարկություններում տեղի ունեցող անարդարությունների մասին եւ պայքարում իրենց իրավունքների ոտնահարման համար։ Օրեր առաջ դուք թերևս տեսաք, որ Օլիմպիադանի մի շարք սաներ հենց Օլիմպիադանի բակում էին մարզվում, իրենց այսպես մարզասարքերով, իրենց գորգերով եւ այդ ամբողջ գործընթացը հայտնվել էր նաեւ համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում։ Դա մի կողմից ցույց է տալիս մեր պայքարը, մեր ոգին, բայց մյուս կողմից էլ այսպես համաշխարհային մամուլի ուշադրությունն է հրավիրում այդ փաստի վրա։ Այս պահին ես ուզում եմ խոսքը սիրով փոխանցել Օլիմպիադանի մարզիչներից Էրիկին Օհանյան, ով հենց այս գործընթացի ու իրենց պայքարի մասին ավելի այսպես հանգամանորեն ձեզ կներկայացնի։ Խնդրեմ Էրիկ ջան։